Բարի երեկո, ձեզ ուրանկյունն է, որի նպատակը մեր իրականության ուրանկյունները բացահայտելն է։ Մեր ճանապարհը տանում է դեպի նպատակ եւ կարևոր չէ թե որքան երկար է այդ ճանապարհը, քանի որ առանց նպատակի չկա գործունեություն։ Խորհրդային Հայաստանի արդյունաբերության հզորության մասին հաճախ է խոսվում, սակայն այդ խոսակցությունները սահուն վերափոխվում են թալանեցին, մասնավորեցրին, իրար մեջ բաժանեցին, կերան, զուր տրտնջոցների։ Փոխարենն այսօր պետք է խոսել արտադրական նոր ձեռնարկությունների ստեղծման, եղածու անգործության մատնվածները վերագործարկելու հնարավորության մասին։ Հայաստանի տարեկան 3000-ից 3500 տոննա կաշվի հումք է արտահանվում։ 3 տարի է չի գործում Երևանի կաշվի գործարանը, կաշի բաց բաժնետիրական ընկերությունը։ Այս վիճակագրությունը մի քանի բան է փաստում։ Ձեռնարկության չհաշտելու հետևանքը գործազրկության ավելացումն է, գյուղացիների եկամտի նվազումը, արդյունքը մի քանի անհատի հարստացումը։ Ոլորտը ուսումնասիրած գործընկերս պատմում է, որ մոտ 1500 տոննա կաշին գյուղացիներից ձեռք է բերում մի քանի անհատ, կուտակում, արտահանում հիմնականում Թուրքիա եւ լավ եկամուտ ստանում։ Մեր երկրում կաշվով աշխատող ընկերություններն էլ ձեռք են բերում մեծամասամբ Թուրքիայից ներկրվողը։ Թվում է տրամաբանությունը պարզ է։ Կաշվի գործարանը կարող է աշխատել, ընդունել հումքն ու պատրաստ է արտադրանքը վաճառել թեկուզ տեղական շուկայում։ Այդպես են կարծում նաև կաշի ընկերության 15% բաժնեմասը տնօրինող փոքր բաժնետերերը։ Հիմնական բաժնետերը սակայն չի կիսում այդ տեսակետը ու վկայակոչում իր հիմնավորումները։ Շուշանիկ Միրզոյանի կաշվից դուրս գալով տեսանյութը։ Ստեփան Շահումյանի անվան արտադրական կաշվի միավորումը Հայաստանում հիմնադրվել է 1906 թվականին եւ երկար տարիներ կաշի արտադրվում է Հայաստանի, այլև արտերկրի համար։ Ֆինանսական միջոցների սխության պատճառով գործարանի ղեկավարությունը չի կարողանում բավականաչափ կաշվե հումք մթերել այստեղի արտադրական ողջ հզորությամբ աշխատելու համար։ Մոտավոր տվյալով խոսքը 350-400 տոննա հումքի մասին է։ Սարքավորումները անգործությունից մաշվում են։ Հին փորձառու մասնագետները ծերանում։ Հիմա որ ուզենանք էլ աշխատելու դժվար է, մասնագետ չկա, սարքով է գնաց։ Այնինչ հայ կաշվեգործների պնդմամբ, եթե այս հարցերը լուծվեին, իրենք կկարողանային ապահովել կաշվի ներքին պահանջարկի մոտ 40%-ը։ Իրացման խնդիր չէր լինի։ Կաշվի գործարանի վերագործարկման հարցը երբեք էլ օրակարգից դուրս չի եկել։ Համապատասխան ծրագիր է մշակվել, դիմել են վարկավորման։ Եթե ծրագիրը հաստատվի, կկարողանան բավականաչափ կաշվե մթերել, կոնսերվացնել ու մշակել։ Հայաստանը կաշվի արտադրանքի թողարկման հարուստ ավանդույթ ունի։ Նաև այդ արտադրանքը արտահանվում էր։ Չի բացառվում, որ տարիներ անց նորից կխոսենք արտահանվող հայկական կաշվի մասին, վստահեցնում են այստեղ։ Կան նաև ոլորտի զարգացման այլ խոչընդոտներ։ Մենք համարյա թե ավելի փոքր իրավունքներ ունենք, քիչ իրավունքներ ունենք գնման առումով, քան արտահանողները։ Կաշվի խնդիրները, ինչպես ասվեց, շուկայական ոչ հավասար մրցակցային պայմաններն են, որտեղ Թուրքիայից եկողը ֆինանսական խնդիր չունի, ինքը կարողանում է այստեղ մոտարապես 3-ից 4000 տոննա կան արտահանել խոշոր եղջերավոր անասունի կաշի։ Սակայն անկախ պատճառներից հայ կաշեգործների անգործությունից շահում են թուրքերը, որոնք մեր երկրում միջնորդների օգնությամբ մեծաքանակ կաշի են գնում։ Որևէ կաշվի ընդունման կետ գտնել չկարողացանք։ Պարզվեց փնտրտուքներն իզուր են, այդպիսիք չկան։ Ամեն մարդ ունի իր ռայոնը։ Օրինակ Սամվելը, օրինակ եմ ասում։ Սամվելը Կոմիտասի շուկան է։ Ես դեռ Տորնիկը գումի շուկայի կաշիներն է վերցնում։ Էջմիածինը Միջնորդները Հայաստանում հարկեր չեն վճարում։ Կաշվի հումքը արտահանվում է զրոմակսատուրքով, որակական խնդիրներ չեն դրվում։ Տարեկան մեր երկրում արտադրվում է 1.500.000 քառակուսիմետր կաշե հումք։ Ցավոք սրտի մեր տեղական սպառման համար դա գրեթե չի օգտագործվում։ Հումքի մի մասը մեր հանրապետությունից արտահանվում է, որում հիմնականում տավարի կաշվի գրեթե 90%-ը եւ ոչխարի կաշվի մոտարապես 35-40%-ը արտահանվում է հիմնականում Թուրքիա։ Նշենք, որ Պետեկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում տեղեկատվությամբ այդ ցուցանիշը անհամեմատ ավելի ցածր է։ Գնում են էժան, թուրքերին վաճառում 2-3 անգամ թանկ։ Մերոնք վստահեցնում են այդ գնով կգնեն նաև իրենք, բայց թուրքերի ֆինանսական հնարավորություններն ավելի մեծ են։ Մորտին տանում են, հանձնում են, մշակում։ Կիլոն, կարծեմ, մի վաղ 500 էր, հիմի ես նոր տարվա դեմ կարծեմ 250-300 էր։ Հիմա կաշի արժի հումքը 1 կիլո 280 դրամ։ Բացի դրանից ոչ մի օգուտ չի ստանում։ Օգուտ են ստանում այն մի քանի միջնորդները, որոնք գյուղացուց
առանց որևէ վճարի վերցնում են, որտեղ գյուղացին կաշվից ինքը ոչ մի չի ակնկալում որպես գումար ստանալու։ Դուք պատրաստ եք նույն գնով, ինչ որ ասենք թուրքն առնում, գնել այդ կաշին։ Եթե գնում ենք 270 դրամ, Թուրքիա եկավ 300 է տալիս։ Մենք 300 տվեցինք, ինքը 320 է տալիս։ Նորմալ մրցակցային դաշտ ապահովելու խնդրանքով հայ կաշվեգործները դիմել են էկոնոմիկայի նախարարություն։ Այստեղ գործարանին այցելը դիտում են որպես միջամտություն մրցակցային դաշտի։ Եթե մեր էկոնոմիկայի նախարարությունը չի ուզում, որպեսզի այստեղ խոշոր կաշվի արտադրություն աշխատի, որտեղ դա կարող է հաղթարել գնման այդ պրոցեսը, այսինքն մոնոպոլ իրավունքներ ստեղծել, ապա իրանք մոնոպոլ հնարավորություն են տալիս թուրք վերավաճառողներին, որպեսզի իրենք գան մոնոպոլ կերպով առնեն ու տանեն։ Էկոնոմիկայի նախարարությունում հարցազրույցից խուսափեցին, գերադասեցին պատասխանել հեռախոսով։ Ուժի մեջ է արտահանման խթանման քաղաքականությունը, ներքին արտադրություն ի հաշիվ արտահանողի շահերի չի խրախուսվի։ Սակայն հետաքրքիր է, մրցակցային հավասար պայմանների մասին է խոսքը։ Եթե կաշվի մթերումից մինչև կաշվի արտադրություն հարկ վճարում է միայն ներքին արտադրողը, արտահանողը որևէ ֆինանսական պարտավորություն մեր երկրի նկատմամբ չի ստանձնում։ Շուշանիկ Միրզոյան, Հովանես Չափարյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Ծնողները գիտեն, որ երեխայից հետո եւ մինչև 6 տարեկանը, նաեւ 16 տարեկանում պատվաստումներ են կատարվում։ Նպատակը վարակիչ հիվանդությունների դեմ հատուկ պատվաստանյութերի ներարկմամբ իմունիտետի ակտիվացումն է։ Կառավարության որոշմամբ հանրապետությունում գործում է պատվաստումների ազգային օրացույց, որով էլ առաջնորդվում են մասնագետները։ Նորածիններին կյանքի առաջին 2 օրերին տուբերկուլյոզի եւ հեպատիտ B-ի կանխարգելման նպատակով ներարկում են BCG եւ VHB պատվաստանյութեր։ Սուրանկյան 098 80 91 93 հեռախոսահամարով երկուշաբթի ստացված զանգերից մեկը հենց BCG-ին էր վերաբերում։ Կինը պատմում էր, որ պատվաստումից կարճ ժամանակ անց երեխայի մոտ ախտորոշվել է լիմֆատիկ գեղձի բորբոքում, վիրահատական միջամտությունից հետո էլ նշանակվել է հակատուբերկուլյոզային բուժում։ Պնդում էր, որ իր երեխան հիվանդ է տուբերկուլյոզով, դա կապելով պատվաստման հետ։ Հասկանալով, որ տեսանյութը կարող է խուճապ առաջացնել ծնողների շրջանում, նաև հավատարիմ ցանկացած խնդրի բազմակողմանի անդրադառնալու մեր սկզբունքին զրուցել ենք ոչ միայն երեխայի ծնողների, այլև մասնագետների հետ։ Վերջինները հավաստիացնում են, որ պատվաստանյութը ոչ միայն բարձրորակ է, այլև դրանից նման բան առաջանալ չի կարող։ Մինչև Հերմինե Բաղդասարյանի պատվաստելը մտահոգիչ, չպատվաստելը վտանգավոր տեսանյութը ներկայացնելը Եվս մեկ անգամ կոչ ենք անում ծնողներին խուճապի չմատնվել ու հիշել, որ ոչ միայն Հայաստանում, այլև շատ այլ երկրներում պատվաստումը վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի արդյունավետ միջոց է համարվում։ Ուй, տեսեք ինքը թույլ է ու իրան չի կարողանում պահի։ Կարենը ամիսներ անց կդառնա 8 ամսական, ինչպես բոլոր նորածիններին նրան եւս կարգի ծնվելուց ամենաուշը 48 ժամվա ընթացքում BCG պատվաստում են կատարել։ 2 ամիս անց թևի տակ այտուց է շոշափել։ Պատճառը պատվաստանյութից հնարավոր բարդությունն է։ Երեխայի մայրը հասկանալի պատճառով չցանկացավ ներկայանալ, պատմում էր, որ սկզբնական շրջանում մասնագետները ասել են, թե պետք է սպասել մինչև գոյացությունը ներծծվի։ Անցավ մոտ համարյա թե 3 ամիս այդ սկսեց ավելի կարմրել ու թարախակալել այդ թևատակի հանգույցը։ Երբ որ էլի գնացինք տուբդիսպանսեր, այնտեղ ասեցին, որ պիտի վիրահատվի, այսինքն պետք է հեռացվի եւ այդ հանգույցը եւ այդ թարախը մաքրվի, որից հետո երեխան անպայման պիտի ստանա հակատուբերկուլոզային բուժում։ 90% դեպքերում դա նորմալ զարգանում է եւ ապա հետ է զարգանում եւ ոչ միջամտություն չի պահանջում, բայց որոշ երեխաների մոտ դարձյալ օրգանիզմի առանձնահատկություններով պայմանավորված, եթե կա խորը իմունոդեֆիցիտային վիճակներ, օրգանիզմի սպეციფიկ վիճակներ, հնարավոր է, որ այդ լիմֆատիկ հանգույցը որոշակի բորբոքային process սկսի վերապրել։ Մորպնդման պատճառը պատվաստանյութն է, ու եթե իմանար կհրաժարվեր պլանային ներարկումից։ Դուրս է գալիս, որ մենք պատվաստումը ստանում ենք, որ երեխան չառնչվի տուբերկուլոզի հետ, այսինքն ունենա եւ դրանից զերծ մնա, մենք այդ պատվաստանյութը անելով, ասենց 2 ոտով եկանք տուբերկուլոզի մեջ։ BCG-ից հետո առաջացած բարդությունը դա հիվանդություն չի, դա ոչ մի կապ չունի տուբերկուլոզ հիվանդության հետ։ Ուղղակի ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ գրանցված բարդություն է պատվաստումից հետո։ Երեխայի անհատական ռեակցիան է, սա պատվաստանյութի հետ սպეციფიկ կապ չունի։ Նշեմ, որ Հայաստանը տուբերկուլոզի բարձր տարածվածություն ունեցող երկրների շարքում է, ուստի BCG պատվաստումը պարտադիր է։ Սա տուբերկուլոզի դեմ աշխարհում ընդունված առայժմ միակ պատվաստանյութն է։ Մասնագետների հավաստմամբ այն նախատեսված չէ բոլոր տեսակի տուբերկուլոզների կանխարգելման համար, պաշտպանում է այս հիվանդության միայն ծանր դեպքերից։
Ասել, որ մենք BCG-ն հանենք ծննդատանը, գոնե մեկ անգամ երեխան պատվաստում չստանա, սա նշանակում է երեխային ասել գնա, վարակվի տուբերկուլյոզի ծանր ձևով եւ քավլիցի հետագայում ծանր ելքով, այսինքն մահվան ելքով դեպքեր ունենանք երեխաների շրջանում։ Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը վստահեցնում է, որ Հայաստան ներկրվող BCG պատվաստանյութը եվրոպական արտադրության է։ Ձեռք է բերվում պետական միջոցներով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ։ Չափաբաժինը բերվում է 1 տարվա կտրվածքով, իսկ 1 սրվակը նախատեսված է ավելի քան 10 երեխայի համար։ Մոտ 30,000 երեխա է պատվաստվել նույն պատվաստանյութով եւ նման վիճակ ձեր ասած լիմֆատիկ հանգույցների մեծացում դիտվել է 16 հոգու մոտ։ Եթե հաշվի առնենք, որ վիճակագրությունը հենց պատվաստանյութին ուղեկցող հրահանգի մեզ ասում է, որ 1000-ից 1-ի մոտ դա կարող է լինել, մեր մոտ սպասում էր, որ 30-ը պետք է լինի, ճիշտ է։ Փաստորեն մեր մոտ 16 է, այսինքն բոլոր դեպքերում այն նորմայի սահմաններում տեղավորվում է։ Կարենի մայրը դժվարությամբ է որոշել անցնել հակատուբերկուլոզային բուժման, բայց գիտակցելով, որ այլ տարբերակ չկա, համաձայնել է։ Մտավախություն ունի, որ դեղորայքը վնասում է փոքրիկի մյուս օրգանները։ Հետաքրքիր է, եթե դա տուբերկուլոզ չէ, ապա ինչու է նշանակվում հակատուբերկուլոզային բուժում։ Ինքը պիտի շարժվի հիմա, պիտի անդադ շուռումուռ գա արդեն։ Իր համար դա դժվարություն է, որովհետև լավ չի ամրացել ոսկրերը։ Այդ բուժումները նշանակում են նախ եւ առաջ ձեզ ասեմ, որպեսզի բարդություններ այ հետագայում չլինեն, չզարգանա հիվանդություն առաջին հերթին եւ կողմնակի ազդեցություններ գրեթե մեր դեղորայքը չեն ունենում ոչ մի օրգան համակարգի վրա։ Ինքը պիտի ողնաշարը շատ լավ պահեր, թեկուզ իմ օգնությամբ ինքը պիտի ձիգ կարողանար կանգնել։ Ну մի քանի վայրկյան է կարողանում, բայց դա շատ քիչ է, էլի արդեն իր տարիքի համար։ Դա օրգանիզմի պետք է կենտրոնական նյարդային համակարգը հետազոտել, այլ տեղ փնտրել պատճառները, բայց ոչ դեղորայքի հետ կապել։ Որպեսզի համոզվենք, որքան նման դեպքեր է արձանագրվել, եղանք նաև Աբովյանի համապատասխան հիվանդանոցի մանկական բաժանմունքում, որի վարիչը վստահեցրեց, թե այստեղ վարակի վտանգ չկա, նույնիսկ կարելի է դիմակ չկրել։ Այսինքն երեխաների մոտ ոչ թե տուբերկուլոզ է, այլ հետպատվաստումային բորբոքում, որն արտահայտվում է այսպես. Բավականին փոքրացել է այստեղ շահանգույցը։ Վատ բան չեմ նկատում էլի, որ ասեմ։ Իր մոտ ամեն ինչ դեպի լավն է գնում։ Իսկ ահա Կարենի մոր համար ամենաճիշտ տարբերակը պատասխանատուների հետ դեմ արդեմ հանդիպելն էր։ Ուսի դեպքերի բերումով նրա ով լինելը այլևս թաքցնել հնարավոր չեղավ։ Մեր խնդրանքով այն պոլիկլինիկայում գրանցված է երեխան կազմվեց մասնագիտական խումբ, որի անդամները պատրաստ էին լսել ծնողին։ Եթե ես իմանայի, որ իմ պատվաստելով հետո այս տարիքի երեխային հակատուբերկուլոզային բուժում տան, ես ավելի լավ կհրաժարվեի այդ պատվաստումից։ Եթե ձեր երեխան աստված մի արած ակտիվ տուբերկուլոզով Գիտեք, քանի տարին պիտի բուժվի եւ ստանալ ինչ ակտիվ բուժում։ Ծնողը հոգում էր, թե լիարժեք ապաքինման համար երեխան որքան ժամանակ պետք է բուժվի, թե արդեն 2 ամիս է համապատասխան բուժում է ստանում։ Գայանեին հուզում էր, որ փոքրիկը 8 ամսականում ստիպված է ընդունել հակաբիոտիկներ։ Երեխան ստանում է համապատասխան իր քաշի չափով դոզա դեղորայքային եւ երկրորդը ժամանակ առ ժամանակ կատարվում է հետազոտություններ, պիչոնեչնի պրոբաների կոնտրոլի տակ ենք պահում, որպեսզի շեղումներ չլինի։ Իսկ որ ամենակարևորն է, մասնագետները երեխայի մոտ զարգացման աճ նկատեցին։ Տեսնում եմ լավ երեխա, առողջ, ակտիվ երեխա, դեմս նստած է։ Նորմալ զարգացում ունի անկետայով, կշիռը հավաքել է երեխան, նորմալ զարգանում է։ Հիմա արդեն Գայանեն վստահ է, որ մանկան առողջության վտանգ չի սպառնում, իսկ անհրաժեշտության դեպքում բժիշկների մի ամբողջ խումբ է կանգնած Կարենի կողքին։ Ստացեք ձեր զուզող հարցերի պատասխանները, համոզվեցիք ամեն ինչում, նորմալ է, կարող եք հանգիստ գնալ։ Այսքան մասնագետ որ խոսեց ու վստահեցրեցիք ինձ, որ խնդիր չի ունենալու իր բուժումից հետո, դա իմ համար ամենաառաջին կարևոր գործոնն է։ Հերմինե Բաղդասարյան, Զոհրաբ Քարամյան, Հովհաննես Չապարյան, Սուրանկյուն։ Անցնող շաբաթ Մոսկվա-Երևան ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպը նորից խորելու առիթ տվեց։ Արդեն որերորդ անգամ լսում ենք ինքնաթիռներում ծեծկրտուքի մասին, եւ դա այն դեպքում, երբ ըստ մասնագետների օդում օրգանիզմն առանձայնել անբնական վիճակում է եւ ցանկացած ստրես կարող է ընդհուպ ողբերգական հետևանքներ ունենալ։ Ու այս առումով կանխարգելիչ միջոցառումների իրականացումը խիստ անհրաժեշտ է։ Մի պահ պատկերացնենք, որ օդանավում ենք, անընդհատ մտածում ենք ապահով եւ անվտանգ վայրեջքի մասին, ու մեկ էլ ինչ որ վեճ է ծագում։
այնպես ինչպես ռուսական S7 ավիաընկերության ինքնաթիռում, երբ ուղևորներից մեկը արձակում է ամբրագոտին եւ հարվածում մյուս ուղևորին, հետո սկսում են իրար քաշքշել։ Շտապ հասնում են ուղեկցորդուհիները, սակայն վեճ հրահարողը անտեսում է հանդարտվելու նրանց կոչերը։ Սարսափահար ուղևորները պահանջում են էլեկտրաշոկեր կիրառել, ինչին ի պատասխան լսվում են խուլիգանի անպարկեշտ արտահայտությունները։ Դե արի ու դիմացիր։ Բնական է, որ նման դեպքերը կարող են լրջորեն ազդել ուղևորների հոգեբանության վրա,